Խնդրեմ ներկայացրեք ձեր հարցը։ 165 Սրան Խաչատրյան, Տիկին Օհանյան, իրավիճակը, որը դուք ներկայացրեցիք, դուք միայն չեք բախվել, այսօր այդ իշխանությունների կողմից այդ ագրեսիան կամավորվում է կապվում։ Նախ ձեր կարծիքով այստեղ մամուլի ներկայացուցիչները ինչ պետք է անեն, որոնք պետք է լինեն նրանց քայլերի գործողությունները, այսօր հայտնի դարձավ, որ երկու երիտասարդ տղաները, որոնք եկեղեցում էին, Դավիթը եւ Միքայելը նրանց մեկական պետք է առաջադրվի, սրա հետ կապված ձեր կարծիքն ուսումնասիրել որպես հրապարակորոշակի գլխավորություններ եւ իշխանությունները հաճախ լրագրողներին դիախավորում են ու ասում են դե ասել ձեր ֆինանսավորողը ով է, օրինակ ձեր լրագրողները Դուբինյանը ասում հենց հիմա ասել ձեր ֆինանսավորողը ով է, ինչ է պետք նրանց իմանալ, ով է ֆինանսավորողը տվյալ լրագրողը։ Շատ լավ, ես վերջից սկսեմ, հա, որտեղ այդ ավելի ինձ հաճելի հարց է։ Ուրեմն, տեսեք, նախ լրատվամիջոցները, գոնե լրատվամիջոցների 99%-ը պետական բյուջեից որևէ լումա չի ստանում, չէ՞։ Դրա փոխարեն իրենք ստանում են պետբյուջեից բարձր աշխատավարձեր, հիմա էլ ընդամենը օրեր առաջ 4.6 միլիոն բան են ստացել, չէ՞, պարգևավճար են ստացել, այո, այդ նույն Ռուբինյանը ստանում է միլիոնների աշխատավարձ եւ ըստ էության, այս պետությանը ոչ մի օգուտ չի տալիս, եթե չասենք, որ վնաս են տալիս իրենք։ Այդ մեկ, այսինքն մենք իրավունք ունենք իրենցից հաշվետվություն պահանջելու եւ ասելու, ասեք պետական բյուջեից, նաեւ մեր վճարած հարկերի, ձեր ստացած աշխատավարձով, դուք ինչ եք անում, այս պետությանը ինչպես եք ծառայում, ինչքան եք օգտակար, արդյոք արժի, որ մենք, որպես ձեզ վճարողներ, ձեր գործատուներ, արժի, որ մենք ձեզ շարունակենք աշխատավարձ տալ, թե ոչ, այդ մեկ, երկրորդը, բոլոր լրատվամիջոցները, գոնե մեծ մասը իմ ճանաչած հայտնի լրատվամիջոցների շատ բարեխիղճ հարկատուներ են, մենք այնքան մեծ հարկեր ենք վճարում, որ դա նույնիսկ բավականին դժվարացնում է մեր գործունեությունը, որովհետև իրենք գիտեք, որ հարկերը 5%-ից դարձրեցին շրջանառության հարկը 10% եւ մենք հիմա շատ ավելին ենք վճարում, քան առաջ էինք վճարում, եւ այդ հարկային հաշվետվությունը ես իմ Facebook-յան էջում նույնիսկ դրել եմ օրեր առաջ, որպեսզի տեսնի Ռուբինյանը, որ այս փոքրիկ խմբագրությունը, որտեղ մի 10 քանի մարդ է աշխատում, ինչքան օգուտ է տալիս այս պետությանը։ Այդ երկրորդ, երրորդը մեր բոլորի գովազդները մեր կայքերում բաց տեղադրված են։ Քիչ թե շատ գրագետ մարդը մտնում է հրապարակ եմ, 168 եմ, առավոտ եմ, չգիտեմ, Ռեպսիմեի էջը եւ տեսնում է թե ինչ գովազդներ են տեղադրված եւ կարող է տարական հաշվարկ անել թե այդ գովազդներից ինչքան գումար է մտնում եւ ինչ ֆինանսական շրջանառություն գոյություն ունի։ Ավելին ասեմ, ես նույն Ռուբինյանին առաջարկել եմ, ասել եմ վեր կաց արի խմբագրություն, քեզ հետաքրքրում է մեր ֆինանսավորողների ցանկը, ես պատրաստ եմ, այդտեղ կա կոմերցիոն գաղտնիք, բայց պատրաստ եմ, քեզ կտրամադրեմ մեր բոլոր 40 պայմանագրերը, կդնես, կնայես, կհաշվես, թվաբանություն կանես, եթե ես քեզ այդքան հետաքրքրում է այդ ֆինանսական մասը, կհամոզվես, որ մենք ստանում ենք ավելին, քան ցանկացած այլ լրատվամիջոց, ցանկացած պետական եւ իշխանական լրատվամիջոց եւ մենք ի վիճակի ենք մեր հոգսերը հոգալ մեր ստացած օրինական եկամուտների հաշվին։ Եվ երրորդը, մեր ախորժակը այդքան մեծ չի։ Ռուբինյանները պիտի իմանան, որ իրենք ստանում են 1 միլիոն, 2 միլիոն, 3 միլիոն աշխատավարձ, մեր լրագրողները ստանում են մի քանի 100,000 դրամ եւ բավարարվում են այդ ստացած գումարներով։ Մենք մեր կենսամակարդակը իրենց գոյության այս տարիներին բացարձակապես չի աճել, մենք ընդհանրապես վերարտադրության խնդիր ունենք, մեր ունեցածը պահելու խնդիր ունենք եւ այդ փոքրիկ աշխատավարձերը վճարելու խնդիր ունենք, որը հաջողությամբ լուծում ենք առանց որևէ լրացուցիչ ստվերային գումարի, եթե իրենք դրա կասկածներն ունեն։ Եվ էլ չեմ ասում, որ այս օպերատիվ միջոցառումներ իրականացնողները պարզա չէ, որ նաև ֆինանսական մեր մասերն են հետամուտ լինում, ուսումնասիրում, պետք գոյություն ունի, որը նաև կարող է հետևել տեսնել, քանի աշխատող ունեն գրանցված եւ այլ բոլոր հնարավոր միջոցներ ունեն իրենք այդ հարցերի պատասխանը ստանալու։ Բայց քանի որ իրանք մուտիլովշիկ են, իրանք պետքա որպեսի վարկաբեկեն,
օթում մեղադրանքներ հնչեցնեն, որոնց տակ ոչ մի հիմք չկա, իրենց արած իմաստը դա է։ Հնարավորինս արժե զրկել, վարկաբեկել լրատվական դաշտը։ Որպեսզի մենք այն օրը շատ լավ էր գրել։ Եթե մեծ գումարներ հետաքրքրեին, մենք այս գործով չէինք զբաղվի, եթե մենք ուզենայինք ավելին վաստակել, կգրեինք ճիշտ հակառակը, եւ ճիշտ հակառակը գրելու դեպքում մի քանի անգամ ավելի շատ գումար կստանայինք, քան այսօր մեր գրածի համար ենք մենք ստանում։ Հա, մյուս հարցը։ Երկու հարց է։ ԶՀՎ ներկայացուցիչները ինչ պետք է անեն։ Այո, Երկու երիտասարդ անձինք։ Հա, շատ լավ։ Գիտեք, ես միշտ ասում եմ, որ ԶԼՄ-ների լրագրողների գլխավոր խնդիրն այն է, որ չվախենան, չզգուշանան, իրենց ներսի գրաքննիչը գլուխ չբարձրացնի, հա։ Մենք մեր գործը շարունակենք անել, անկախ նրանից, չգիտեմ, Ռուբինյան, Վագ Ալեքսանյան, չէ Պողոս, Պետրոս, ով ինչ կխոսի եւ ինչքանով կփորձի խանգարել մեր աշխատանքին, նույն Նիկոլ Փաշինյան եւ այլ, մենք պիտի մեր գործը անենք, ինչպես արել ենք Սերժ Սարգսյանի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, բոլոր ժամանակներում լրատվամիջոցները նույն գործն են արել, նույն ոճով են աշխատել, նույն ոգով են աշխատել եւ ոչինչ չի փոխվել մեր կյանքում։ Այդ գլխավոր անելիքն է։ Իհարկե շատ լավ կլիներ, անցած օրը Անիներ կարծեմ Հովանեսյան առաջարկ արել, որ եկեք մտածենք մի բան, որ սրա դեմն առնենք այս թիրախավորելու, այս մեզ խանգարելու բաների։ Լավ կլիներ, որ մենք կարողանայինք ինքնակազմակերպել եւ ինչ-որ քայլեր անել, իհարկե դա վատ չէր լինի, բայց ճիշտ ասած մենք այնքան ծանրաբեռնված ենք, այնքան շատ մեր աշխատանքը մեզնից ջանք, էներգիա, ժամանակ է խլում, որ հեչ հնարավոր էլ չի, որպեսզի լրացուցիչ ինչ-որ գործընթացների մեջ մտնենք։ Առանց դա հիմա մենք լրագրողներս այդքան էլ լրագրություն չենք անում, ինչքան ավելի շատ ինչ-որ տեղ քաղաքական գործունեություն, քաղաքացիական գործունեություն, չէ, այդ նույն քաղաքասարակության նաև ֆունկցիան ենք մեր վերցրել մեր վրա, անդիմության ֆունկցիաներն ենք ինչ-որ չափով վերցրել մեր վրա, որտեվ այս երկրի լավ քաղաքացիներ ենք, որտեվ ցավում ենք մեր երկրի համար, տեսնում ենք երկիր ուր է գնում եւ փորձում ենք ինչ-որ ձևով ինչ-որ բան կանգնեցնել։ Ինչ վերաբերում է երիտասարդների դեպքին, ցավալի, շատ ցավալի դեպք է եւ սա այն նույն շրջանակում է, որ այս մարդիկ չունեն ոչ կարմիր գիծ, ոչ ինչ-որ սահմանափակում, ոչ դեմոկրատիայի մասին պատկերացումներ, ոչ հանրային համերաշխությունը վերականգնելու որևէ ջանք, որևէ նպատակ իրենց առաջ իրենք չեն դրել։ Այդ է խնդիրը, որ հիմա մենք այսպիսի վիճակում ենք։ Եվ ի վերջո, երբ որ դու երկիրը հասցրել ես այս վիճակին եւ Արցախ ես կորցրել, այսքան կորուստներ են եղել, որ ամեն օր Ադրբեջանից մենք երեք էլ լսեցինք, չէ, Ադրբեջանի ՄԻՊ-ը դիմել է, որ ցեղասպանություն ճանաչվի։ Այսինքն ամեն օր այդ խոսույթի մեջ ապրող ժողովուրդը առանց այդ ստրեսի եւ ծանր շոկային պայմաններում է գոյատևում։ Եվ միտեղ էլ, այո, մեկը քեզ կթքի, կմրի, միտեղ էլ կփորձի քեզ խփել, միտեղ էլ քեզ կվիրավորի եւ այլն։ Դու պիտի հասկանաս, որ այդ իրավիճակի բնական արձագանքն է մարդկանց այս պահվածքը եւ այդ երիտասարդներին ես չգիտեմ էլի պիտի մարդը պիտի բարոյականության, մարդկայնության, հայ լինելու բոլոր որակները կորցրած լինի, որ այդ տղաների նկատմամբ մեղադրանք հարուցի եւ փորձի տանել բանտ։ Ի վերջո մենք տեսնում ենք, չէ, այսօր հենց այսօր մենք լուր ենք տպագրել, որ այդ Ամերիկայում մեր դեսպանը, չէ, Մկրտչյանի չէր արել, ահա, Նարեկ Մկրտչյանի եղբոր նկատմամբ հարուցված գործը մի տարի պայմանական են տվել, փակել են գործը, երբ որ զենք էին հայտնաբերել իր մոտից։ Այդ չեմ ասում մյուս բաները։ Լավ, ենթադրենք զենք է եղել եւ զենք։ Բայց այդ նույն զենքի համար հիմա մեր հերոսը, մեր Աշոտ Երկաթը բանտում է, չէ, մի ամբողջ տարի բանտում է անցկացնելու։ Ոնց կարելի է այդքան անհավասար, այդքան անմարդկային, անարդար պայմաններ ստեղծել, այնտեղ հերոսի դեպքում, այս դեպքում նախարարի եղբոր նկատմամբ։ Հիմա նույնն է այս երեխաների դեպքն է։ Իսկ ով է ասել, որ պիտի ցանկացած, չգիտեմ, քայլ, նույնիսկ եթե ընդունենք հանցագործություն եք համարում դա, ով է ասել, որ պիտի մեղադրանք առաջադրվի, կալանքի տարվի, ձերբակալություն լինի, ով է ասել։
Հայկական երկրորդ Ստալիկ Լիրիկասյան, Տիկին Օհանյան, Նիկոլ Փաշինյանը իր վերջին ճեպազրույցներում պարբերաբար խոսում է լրագրողների մասին, ասում է, եթե մենք չընտրվենք, կդառնա քաշմանդամ, ֆայլաբազարում կկանգներ, գործ չէ ունենա։ Արդյոք այս քայլերով նաև բացի նրանից, որ ստիպում է, այսպես ասենք, գնալ եւ ընտրել իրեն, դուք ասում եք, որ